Հայաստան համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում դպրոցի նոր շենք է կառուցվում։ Գյուղերի զարգացման ծրագրի շրջանակում Լոռու մարզի Արձնի գյուղում հիմնովին նորոգվում են միջնակարգ դպրոցի եւ համայնքային կենտրոնի շենքերը։ Ջրամատակարարման ներքին ցանց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Շուշիում սկսվել է քաղաքի մուտքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգումը։ Հայաստան համահայկական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից 4-ը ձեռք-ձեռքի հաղորդաշարի այս թողարկման մեջ։ Այգիներ են տնկել մարդիկ, աշխատանք են գտել իրենց համար, նյութապես մի քիչ ապահովել են եւ երեխաների ծնելիությունը վերջին տարիներին նկատելի տեղաշարժ կա դեպի լավը։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի, Մարտունու շրջանի Գիշի գյուղը շատ խնդիրներ չունի։ Առաջնահերթն այստեղ դպրոցն է, որի շենքը կառուցվել է անցած դարի 30-ական թվականներին եւ տասնամյակներ շարունակ գյուղի երեխաները կրթություն են ստանում այս պայմաններում։ Այսօր ասենք մենք լիարժեք կարողանում ենք բավարարել այսօրվա պահանջը, սուտ կլինի որ ասենք։ Այսօր արդեն այս տեխնոլոգիայի զարգացած դարում պետք է համակարգչային լավ կաբինետ ունենալ։ Մի խղճուկ լաբորատորիա ունենք, որտեղ նյութերը 30-40 տարվա վաղեմությամբ, այսինքն համարյա նյութեր չունենք, ինչքան էլ ուսուցիչը ջանա, այսօր արդեն այն ժամանակները չի, որ ասենք լավ ուսուցիչը միայն կավիճով կարողանա գրատախտակին բավարարել աշակերտի պահանջը, դա կարելի էր մինչև 80-ական թվականները, այդպես ասել, որ կավիճն անգամ հերիք է։ Այս պայմաններում անգամ Գիշիի դպրոցի մանկավարժներն ամեն ինչ արել են որակյալ կրթություն ապահովելու համար, հուսալով, թե իրենց կրթօջախը եւս մի օր կհայտնվի ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը մենք միշտ բարձրացնում ենք նոր դպրոց եւ վերջապես մեր երազանքը իրագործվում է։ Հայաստանի Վարդանյան ընտանիք հիմնադրամի նվիրատվությամբ եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ Գիշիում դպրոցի նոր շենք է կառուցվում, որը նախատեսված է 300 աշակերտի համար։ Կառուցվող շենքը ոչ միայն հարմարավետություն, այլև կրթության կազմակերպման նոր որակ է խոստանում։ Այո, որակի առումով նոր դպրոց, նոր հնարավորություններ անպայման մեր ուսուցչական կոլեկտիվ այդ պոտենցիալ հնարավորությունը ունի։ Եթե մենք ունենանք հարուստ կահավորված լաբորատորիա, լավ համակարգչային կաբինետ, այդ դեպքում կարելի է խոսել, որ կարող ենք լիարժեք բավարարել։ Թեև շենքը դեռ տանիք չունի եւ պատերը նոր են բարձրանում, բայց Գիշիի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն արդեն իրականացած են համարում տասնամյակների իրենց երազանքը։ Դա վաղեմի մեր երազանքն է։ Դրա համար էլ ուզում եմ շատ մեծ, ոնց ասեմ, ամբողջ կոլեկտիվի, ամբողջ գյուղի անունից շնորհակալություն հայտնել։ Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք։ Հայաստան համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ունի դպրոցաշինության 3 ծրագիր։ Ձեռք-ձեռքի հաղորդաշարն արդեն անդրադարձել է Սպիտակաշենի դպրոցին, որը Տորոնտոյի հայության նվերն է։ Առաջիկայում կպատմենք նաև ֆրանսահայերի միջոցներով Ճարտար գյուղում կառուցվող դպրոցական շենքի մասին։ Հուսալքված էինք, մեզ թվում էր, թե այնքան հեռու ու աննկատ է այս գյուղը, որ ոչ ոք չի նկատի, բայց ինչպես տեսնում եք, աննկատելի երևի ոչինչ չկա։ Արձնին Հայաստան համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացում ծրագրում ներգրավված սահմանամերձ բնակավայրերից մեկն է։ Այստեղ ապրում են Ադրբեջանից բռնագաղթած եւ Վրաստանից տեղափոխված ընտանիքներ։ Ավելի քան 30 տարի առաջ կառուցված դպրոցը զուրկ է կրթության համար անհրաժեշտ գրեթե բոլոր պայմաններից։ Արձնի եւ Հարևան ապավեն գյուղերի շուրջ 50 աշակերտներ օրվա զգալի մասն անցկացնում են այս պայմաններում։ 11 մետր երկարություն ունեցող դասասենյակում 2-3 երեխա էին նստում, հնարավոր չէր ջեռուցելը։ Ջուր էլ չունեինք, ոչ խմելու, ոչ օգտագործելու, ջուրը ձեռքով էինք բերում։ 2009 թվականին Հնդկաստանի կառավարությունը ծանոթանալով Հայաստան հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրին ստանձնեց Լոռու մարզի Արձնի համայնքի դպրոցի վերակառուցման ու նորոգման ծրագիրը։ Բացի հնությունից ու անմխիթար վիճակից, սովետական տարիներին կառուցված շենքն ունի բազմաթիվ կառուցվածքային թերություններ,
որոնց շտկումը շինարարներից լրացուցիչ ժամանակ ու միջոցներ է պահանջում։ Եթե ներքևից վերև նայենք, համարյա 13-14 սանտի տարբերություն կա, ուղղահայաց եթե նայենք։ Դրա համար էլ հիմա դժվարացնում այդ հիմնանորոգման աշխատանքները։ Չնայած հանդիպող խոչընդոտներին աշխատանքն ընթանում է ամբողջ թափով։ Արդեն նորոգվել է տանիքը, փոխվել են բոլոր դռներն ու լուսամուտները, կառուցվել են միջնորմային պատերը։ Գաջի աշխատանքները վաղը կավարտենք երկրորդ հարկի եւ կանցնենք առաջի հարկին, էլեկտրականությունը բոլորը մոնտաժարված է։ Եթե գնային առումով վերցնենք, համարյա 40%-ը իրականացված է շինարարական այդ ծավալի էլի։ Նախատեսված է հուլիսի 5-ին ավարտենք, բայց եթե եղանակը նորմալ լինի, ավելի շուտ մենք իրականացնենք այս ծրագիրը։ Տնօրեն Մարիետա Ռոստոմյանը վստահ է, որ դպրոցի վերակառուցմամբ ոչ միայն կբարելավվեն հարմարությունները, այլև կստեղծվեն կրթության կազմակերպման արդյունավետ պայմաններ։ Այնտեղ կա քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիա նախատեսած, դասաների քանակը բավականին կրկնում եմ էլի շատ է, կարող են կաբինետներ ունենալ, համակարգչային սենյակ կարող ենք ունենալ, գրադարանը նախատեսված է։ Այսուհանդերձ ամենակարևորը ոչ թե ստեղծվող հարմարություններն ու պայմաններն են, այլ հույսը, որ այս ծրագիրը ներշնչում է հեռավոր սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Դպրոցը գյուղի համար մի տեսակ դարձել է եկեղեցի, որի 4 բոլորը գյուղացիները հավաքված են։ Լավ դպրոց ունենալ այսօր մեզ համար շատ կարևոր էր։ Նախ հավատ ներշնչվեց գյուղացիների մեջ, որ բարեգործություն, այսպես բարեփոխումներ կլինեն գյուղում։ Լավ գործերը որ շարունակվեն, ինչ որ կարգի բերվի գյուղը, նորից սկսի աճ։ Եվ այն առած գործը չենք ասի ում համար արեցինք։ Դպրոցի վերակառուցմանը զուգահեռ Լոռու մարզի Արձնի գյուղում Հայաստան հիմնադրամն իրականացնում է եւս մեկ ծրագիր։ Մոնրեալի հայության միջոցներով հիմնովին նորոգվում է գյուղապետարանի շենքը, որը վերածվելու է համայնքային կենտրոնի։ Եթե այս տեմպով շարունակվի, հույս կա որ գյուղն էլ նորից կծաղկի, պարզ է որ սահմանամերձ գյուղը եթե լավ եղավ, ուրեմն հանրապետությունն էլ լավ է։ Հայաստան համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացում ծրագիրը սկսվել է 2006 թվականին։ Գյուղական ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման աշխատանքներ են կատարվել Հայաստանի Հանրապետության Տավուշի եւ Լոռի մարզերի շուրջ 10 համայնքներում։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղն ունի 247 տնտեսություն, 1025 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ եւ անասնապահությամբ։ Աճող զարգացող գյուղ է, ասեմ որ 2009 թվականին ծնելիության թիվը գրանցվել է 25, 2008 թվականի համեմատ 10-ով ավել։ Դա ռեկորդային ցուցանիշ է մեր ժողովրդի, ուրախություն մեր ժողովրդի, մեր համայնքի։ Թեև գյուղում չլուծված խնդիրները շատ են, սակայն ջրամատակարարումը ամենահրատապն էր։ Ընդհանրապես մեր գյուղում խմելու ջուր չկար, ջրատարներ չկար։ Ունենք հոսող ինքնահոս 3 հատի աղբյուր, որտեղից բնակչությունը օգտվում էր։ Սոս գյուղի բնակիչներն օրվա մի մասն անցկացնում էին աղբյուրների մոտ, որտեղ խմելու ջուր էին հավաքում շշերով, կենցաղային կարիքների համար ամբարում մեծ տարողությունների մեջ, իսկ երբեմն էլ գյուղի աղբյուրն օգտագործում որպես խոհանոցի ծորակ։ Ընդհանրապես ներքին ջրացանց չկար, երբեք չի եղել։ Եվ գյուղաբնակները չէին սպասում, որ կլինի իրենց տներում կլինի ջուր, խմելու ջուր։ Ֆրանսիայի հայ համայնքի նվիրատվությամբ իրականացվող ջրամատակարարման այս ծրագիրը սկսվել է 2009 թվականի նոյեմբերին։ Խողովակաշարն արդեն կառուցված է։ Կատարվում են ջրահավաք ավազանի ամրացման եւ մեկուսացման աշխատանքները։ Հունիսին Սոսի բնակիչները ջուր կունենան։ Ես ամբողջ գյուղի անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ձերք ձերքի հաղորդաշարի նախորդ թողարկմամբ տեղեկացրել ենք, որ 2009-ի հեռուստամարաթոնից հետո Շուշիում արդեն սկսվել են Արամ Մանուկյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների բարեկարգման աշխատանքները։
Դրանց ավելացել է նաև քաղաքի մուտքի Ղազանչեցոց փողոցի հիմնանորոգման ծրագիրը։ Փողոցների բարեկարգման եւ Շուշիում իրականացվող այլ ծրագրերի մասին կպատմենք ձեռք-ձեռքի հաղորդաշարի հաջորդ թողարկումներում։ Իսկ հիմա հիշեցնենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերն իրականացվում են մեր հայրենակիցների նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն ցանկացած պահի նպաստում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր եւ ժամ չկա։ Օրն ու ժամը որոշողը դուք եք։ Այսօր, հիմա, ցանկության պահին։